Երբ արթնանում են կին առյուծները։ Գլուխ երկրորդ. Անտեսանելի ուժ։ Եթե գա մի ժամանակ, որ աշխարհի կանայք միասին հավաքվեն պարզապես հոգուտ մարդկության, ապա նրանք կներկայացնեն մի ուժ, որի նմանը աշխարհը երբեք չի տեսել։ Մեթյու Արնոլդ, 10-րդ դար, բրիտանացի բանաստեղծ և փիլիսոփա։ Միգուցե մենք արթնացել ենք հենց այս ժամանակի համար։ Ես արտոնություն եմ ունեցել ականատես լինելու այս հավաքական ուժի նախատիպին։ Եվրոպայի հեռավոր երկրներում և նույնիսկ Միացյալ Նահանգներում տեսել եմ այս կայացած շարժման առաջին պտուղները, երբ դուստրերը աշխուժանում են, և հավաքույթն արագ վերածվում է կանանց հզոր շարժի։ Միթե այս բանաստեղծ փիլիսոփայի խոսքերը քո ներսում չեն խոսում չգիտակցված ինչ-որ բանի մասին։ Երբ առաջին անգամ կարդացի այս մեջբերումը, կանգ առա և բառացիորեն շունչս պահեցի։ Ես պատկերացնում եմ, որ իմ ֆիզիկական արձագանքը մեր չգիտակցված հնարավորությունների հսկայական ծավալի հանդեպ ունեցած հակազդեցությունն էր։ Այս գրքի վերնագրից արդեն գիտես, որ ես փափագում եմ քո ներսում ինչ-որ վայրի, իմաստուն և հրաշալի բան արթնացնել։ Ես քեզ կոչ եմ անում, որ խորհես այն մասին, որ կանայք բարի նպատակների համար պետք է միասին հավաքվեն մի գաղափարի շուրջ։ Եթե անհրաժեշտ է, կրկին լսիր մեջբերումը, որովհետև նրանում թաքնված մի հույս կա, որին պետք է ոչ թե պարզապես հայացք նետես, այլ հատկացնես քո ամբողջ ուշադրությունը։ Համարձակ եղիր ինքդ քեզ հարցնելու. հնարավոր է, որ Մեթյու Արնոլդի խոսքերը ավելին լինեն, քան պարզապես տեսություն, քաղաքական ճառ կամ հուսադրող ենթադրություն։ Հնարավոր է, որ նրա միտքը կանխորոշված, թույլատրելի կամ նույնիսկ մարգարեական լինի։ Արդյոք նա առաջ նայելով տեսել էր մեր ժամանակի դուստրերին և խրախուսել նրանց հավաքվել այս ժամանակի համար։ Արդյոք նա գիտեր, որ այդ հավաքույթը չէր կարող տեղի ունենալ իր օրերում, սակայն հույս ուներ, որ այն տեղի կունենա մեր օրերում։ Արդյոք նա գիտակցում էր, թե որքան մեծ է լինելու մեր ժամանակի կարիքը, և արդյոք նա այդ պահին նկատեց ինձ ու քեզ։ Ես հավատում եմ, որ այս հարցերի ամենաճշգրիտ պատասխանները գտնվում են յուրաքանչյուր կնոջ ներսում, և լավագույնս ի հայտ են գալիս ոչ թե խոսքերով, այլ թե ինչպես է կինն ընտրում ապրել իր կյանքը։ Այս պատասխանի մեջ մեր դերը հայտնի կլինի նրանով, թե ինչպես մենք կարձագանքենք մեր ապրած ժամանակին, և թե ինչպես հետագայում կպատրաստենք մեր որդիներին ու դուստրերին, որպեսզի նրանք էլ լավ ընտրություն կատարեն։ Արդյոք մեր ժամանակի կանայք վեր կբարձրանան կանանց վերաբերյալ հակասող և սահմանափակող մշակութային ու կրոնական պատկերացումներից և դրանց հետևանքով առաջացած նախապաշարումներից։ Արդյոք այլ երկրներում բնակվող մեր խիզախ քույրերն առաջ կշարժվեն, չնայելով շատ բնակավարներում առկա կանանց խրախուսանքի բացակայությանը։ Արդյոք արևմտյան աշխարհի բնակիչներս ետ կդառնանք թեթևամիտ զվարճություններից ու մեր ուշադրությունը կկենտրոնացնենք արժանի և ազնվական գործերի վրա։ Արդյոք մենք դուրս կմղենք այն հակասող աղմուկը և փաստարկները, որոնք ասում են, որ մեր ներդրումը անհրաժեշտ չէ և այն Աստծուց ներշնչված չէ։ Արդյոք մենք կըմբռնենք մեր ժամանակի լրջությունը և հրատապությունը և մի կողմ կդնենք մեր վարդապետական տարբերություններն ու կարծիքները, միաբան լինելու համար։ Արդյոք մենք հաշվի չենք առնի մեր տարիքային տարբերությունը, երբ իրար միացնենք մեր սրտերն ու ձեռքերը։ Արդյոք կունենանք հավատքի միաբանություն, և արդյոք այդ միաբանված հավատքը պարզապես կարտահայտի մեր համոզմունքների միասնական համակարգը։ Իսկ այդ միաբանությունը կլինի պարտադրված, թե կամովի։ Կարող է այդ միաբան հավատքը գործերի միջոցով ավելի ուժեղանա, և մենք միաժամանակ լինենք որպես ակնհայտ, անհաղթահարելի, մոլեգին և կարևոր բանի տնտեսներ։ Արդյոք մեր համախմբումը ակնհայտորեն կբացահայտի այն հույսը, որը փայփայում ենք մեր ներսում, և կհռչակի այն ամենը, ինչին իսկապես հավատում ենք։ Կարող է այդ հավատքն արտահայտվել ավելի շուտ անձնուրացաբար ուրիշներին հասնելով և տալով, քան շրջվելով ու վերցնելով։ Ես աղոթում եմ, որ այդպես լինի, որովհետև միայն այդ ժամանակ մեր աշխարհն ավելի ընդարձակ կտեսնենք և կկարողանանք ազդեցություն թողնել ուրիշների կյանքի վրա։ Այո,
Ես հասկանում եմ, որ այն ամենը, ինչ խնդրում եմ եւ ինչի համար հույս ունեմ, հենց հիմա մի փոքր լարվածություն եւ ձգվածություն է պահանջում, սակայն առանց այդպիսի լարվածության մենք հեռու չենք գնա։ Բավական չէ միայն նայել ու տեսնել, թե որտեղ ենք գտնվում։ Տարածվելու համար մենք պետք է ետ նայենք, մեր շուրջը նայենք եւ առաջ նայենք։ Եթե ետ նայենք դեպի 1800-ական թվականները, կտեսնենք մի ժամանակաշրջան, երբ կանայք կամ քիչ ձայն ունեին, կամ էլ ոչ մի ձայնի իրավունք չունեին։ Եթե նայենք մեր շուրջը, կգիտակցենք մեր ձայնի կարևորությունը։ Իսկ առաջ նայելով կհասկանանք, որ մեր կյանքն ու խոսքերն այնպես պետք է կառուցենք, որ ապագայում իմաստուն շինարարներ լինենք։ Ժամանակն է լայնացնենք մեր տեսողության շրջանակը եւ ներգործություն ունենանք կյանքի շատ բնագավառներում։ Ձգվելու այս շարժումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մկանային խմբին հաղորդվում է լարվածություն, կորություն կամ ձգվածություն։ Ձգվելու ընդունակությունը կարող է մեծ ճկունություն առաջացնել եւ կանխել վնասը։ Ներկայացնելով էգ առյուծի հատկանիշները, հույս ունեմ որոշակի ձգվածություն ավելացնել քո կյանքին։ Ես ցանկանում եմ, որ այն օգնի տեսնել, թե ինչպես ես նայում ինքդ քեզ, քո կանացիությանը, քո գեղեցկությանը, քո ուժին, քո նպատակին, քո ամուսնությանը, քո աշխարհին եւ քո Աստծուն։ Թույլ տուր, որ էգ առյուծը մարտահրավեր նետի տղամարդկանց, ընկերների եւ ընտանիքի հետ ունեցած քո փոխհարաբերություններին եւ զարգացնի դրանք։ Նույնիսկ էգ առյուծը գիտի, որ նախքան ցատկելու փորձանելը նա պետք է ձգվի։ Մեր անձնական կյանքի եւ աշխարհի կարիքների լարվածությունը մեր առջևում է։ Իսկ այս ընդարձակ բնագավառին արձագանքելու համար մեզ անհրաժեշտ է մի տեսիլք, որը երկուսին էլ կպարփակի։ Անկաշկանդ ուժով, հանգիստ զորությամբ։ Նախքան առաջանցնելը ցանկանում եմ քննարկել մի հարց, որն առաջացավ տեսիլքից հետո։ Ես մտածում էի. ինչու էր դաժանության ենթարկված Աստծո ժողովուրդը համեմատվում էգ առյուծի հետ, որն այդպես անկաշկանդ ու հանգիստ էր։ Որոշ ժամանակ ես խորհում էի տեսիլքի եւ այն մտքերի շուրջ, որոնց մասին հայտնությունն արթնացրել էր, եւ դեռ արթնացնում է ինձ։ Ահա այն մի քանի եզրակացությունը, որոնց ես հանգեցի։ Աստված էգ առյուծին ցույց չտվեց ու ակնկալեց, որ նրան անտարբերությամբ կամ վախով արձագանքեմ։ Նրա պատկերի շնորհիվ ես բացահայտեցի, որ համակված եմ վախով եւ ունեմ սահմանափակ պատկերացում, ուստի այս ամենն իր հակառակ ազդեցությունն ունեցավ։ Այս էգ առյուծը մի միջոց էր, որ բացեց իմ աչքերն ավելի լայն տեսարանի առջև եւ ընդարձակեց ավելի համարձակ գործելու իմ հնարավորությունը։ Աշխարհով մեկ ճանապարհորդելիս շատ շքեղ արձաններ եմ տեսել։ Օրինակ Դանիան, Հռոմը, Լոնդոնը եւ Փարիզն ունեն հուշարձաններ, որոնք կառուցված են ի հիշատակ փառահեղ սխրագործությունների, անցյալի նվաճումների եւ պատմական ազատագրումների։ Ես լուսանկարել եմ արվեստի այս գործերը եւ հիացել եմ նրանց նրբագեղությամբ ու հավերժական գեղեցկությամբ, որոնք խոսում են մինչև այժմ։ Սակայն իմ տեսիլքի առյուծը արձան չէր, այն հայտնություն էր։ Հայտնությունները պարունակում են բացահայտման եւ զարմանքի տարրեր։ Էգ առյուծը անտարակույս զարմացրեց եւ ազդեցություն թողեց ինձ վրա այն ժամանակ, երբ հղի էի եւ գիշերազգեստով կանգնած դողում էի նրա առջև։ Չնայած նա երբեք չշարժվեց, սակայն ավելի կենդանի էր, քան ես։ Նրա ուժի եւ գեղեցկության լույսի ներքո ես գիտակցեցի, թե ինչ եմ կորցրել։ Վախի պատճառով ես զրկվել էի ուժից, կյանքից ու գեղեցկությունից։ Ես կորցրել էի իմ իրական եսի զգացողությունը, եւ այդ պատճառով չգիտակցված էր մնացել այն, ինչ Աստված ցանկանում էր տեսնել իմ կյանքում։ Աստվածաշնչից ես հիշեցի այն հատվածը, թե ինչպես իսրայելցիներն իրենց տեսան իբրև մորեխներ, իսկ քանանացիներին իբրև հսկաներ։ Սակայն թվոց 23-րդ գլխից մենք գիտենք, որ քանանացիները իսրայելցիներին տեսան իբրև բարձրացող արու եւ էգ առյուծներ։ Հեռանկարի եւ իրականության միջև այս հակադրությունը երևում է, երբ մեր առյուծ քրոջը համեմատում ենք մեզ հետ։ Արդյոք կարող ենք երբևէ նրա նման լինել։ Եվ արդյոք կլինեն այնպիսի կանայք, ովքեր անկաշկանդ կլինեն իրենց ուժով եւ հանգիստ իրենց զորությամբ, եւ կարող ենք արդյոք ըստ արժանվույն կրել մեր գեղեցկությունը։
Էգ առյուծի ուժն ու կարճատև հանգիստը մի օրինակ է, որ պետք է լավ ըմբռնենք։ Երբ ժամանակը եկավ, էգ առյուծը վեր կացավ, եւ հիմա արդեն ժամանակն է, որ դու վեր կանգնես եւ իմանաս, թե ով ես դու։ Ժամանակն է, որ բորբոքես ու արթնացնես ինքդ քեզ։ Ես հասկացել եմ, որ ուժով անկաշկանդ եւ զորությամբ հանգիստ լինելը աստվածային կնոջ արտահայտիչ ու գեղեցիկ բնութագիր է։ Սիրելիներս, թույլ տվեք կոչ անել ձեզ, լինել անկաշկանդ ձեր ուժով եւ հանգիստ ձեր զորությամբ։ Սովորաբար այս երկուսի զուգակցումը գալիս է ժամանակի ընթացքում։ Դրանք միախառնվում են այն ժամանակ, երբ սկսում ես գիտակցել, որ կա մի զորություն, որ բնակվում է քո ներսում։ Ինչպես որ արդարության մեջ մենք հանգիստ ունենք, այնպես էլ ապահով ենք, երբ զորություն ունենք։ Մենք հանգիստ ենք գտնում այն ժամանակ, երբ դադարում ենք պայքարելուց։ Ձեր փրկությունը պահանջում է, որ ետ դառնաք դեպի ինձ եւ դադարեցնեք ինքներդ ձեզ փրկելու անհեթեթ ջանքերը։ Ձեր զորությունը կգա այն ժամանակ, երբ հանդարտվեք եւ ինձնից լիակատար կախվածության մեջ մնաք։ Եսայի մարգարեություն 30:15 ուղերձ թարգմանությունից։ Դա ավելի լավ արտահայտել հնարավոր չէ։ Հանդարտվիր եւ լիակատար կախվածության մեջ եղիր Աստծուց։ Ահա այդ ժամանակ կգա քո ուժը։ Երբ մենք դադարում ենք պայքարել մեր սեփական կարողությամբ, հայտնվում է մեր իսկական ուժը։ Աստված քեզնից ուժ չի պահում, նա այն շնորհում է քեզ։ Ի հակադրություն մեր ընկեր էգ առյուծի, ես շատ կանանց եմ տեսել, ովքեր սարսափած են իրենց սեփական ուժից։ Եթե նրանց ներսում ծածուկ մտքեր, հարցեր կամ բուռն ցանկություններ են արթնանում, նրանք վախից ընկրկում են։ Ուժից չպետք է վախենալ, այն պետք է ընդունել։ Մի շփոթիր հեզությունը տկարության հետ։ Այն վերահսկողության ներքո գտնվող չափավոր ուժ կամ հզորություն է։ Մովսեսին անվանում էին հեզ եւ խոնար, սակայն նա զորավոր առաջնորդ էր, եւ նրա զորության հետ պետք էր հաշվի նստել։ Ինձ համար հետաքրքիր է, արդյոք դա այն պատճառով էր, որ նա հանդիպել էր մեկին, ով կանգնած էր նրա յուրաքանչյուր խոսքի ետևում։ Բարու եւ չարի առանձնացված գիտակցումը պարուրում է մեր մարդկային մերկությունը եւ աստվածային պատասխան աղերսում։ Առանց Աստծո բարի գործեր անելը սահմանափակում է մեզ։ Մեր ներկա աշխարհի հարցերն անհավանականորեն այնքան շատ են, որ անսահմանափակ պատասխանների կարիք ունեն։ Ինչպես Մովսեսը, մենք նույնպես Աստծո բարության մասին հայտնության կարիք ունենք, որպեսզի կարողանանք մեր վախից դողացող երկիրը խաղաղ պահել։ Այնպես որ, սիրելիս, կհամարձակվես արդյոք հավատալ, որ դու կարող ես լինել այդ բարու հայտնության մի մասնիկը եւ միանալով մյուսներին նրանց հետ ռազմավարություն մշակել, Աստծո բարությունը մեր միջոցով տեսանելի դարձնելու համար։ Առաքինի եւ ընդունակ։ Ես միտումնավոր չսահմանափակեցի բարին պարզապես հաճելի կամ ապահով հասկացություններով։ Ի վերջո, այն նույնպես ուժ է, ինչպես եւ առաքինությունը։ Առաքինի եւ ընդունակ կին ով կարող է գտնել։ Նա ավելի թանկ է, քան գոհարները։ Նրա ամուսինը կարող է վստահել նրան, եւ նա մեծապես կհարստացնի ամուսնու կյանքը։ Առակաց 31:10 եւ 11 խոսքեր, նոր կենդանի թարգմանությունից։ Չամուսնացած կանայք, նախքան մտածելը, որ այս խոսքը ձեզ չի վերաբերում, հիշեք, որ Հիսուսը ձեր փեսացուն է։ Այստեղ հարցն այն չէ, թե ով է ընդգրկված։ Այս խոսքը վերաբերում է բոլորիս։ Այստեղ խնդիրը հետևյալն է. արդյոք կարելի է այսպիսի պատասխանատվություն վստահել մեզ։ Արդյոք մենք կհարստացնենք մեզ շրջապատողների կյանքը։ Արդյոք մենք կլինենք առաքինի եւ ընդունակ, թե մեզնից ոմանք կլինեն առաքինի, իսկ ոմանք ընդունակ։ Միայն մի դրսևորումը բավական չէ։ Մենք կարիք ունենք, որ մեկտեղ հավաքվեն առաքինի կանայք, ովքեր ընդունակ են ամեն ինչի։ Մենք պետք է լինենք այնպիսի կանայք, ովքեր ընդունակ են ամեն անհրաժեշտ բանի։ Վերջին տասնամյակում ես հանդիպել եմ շատ հրաշալի կանանց, ովքեր խրախուսում են ուրիշներին, որպեսզի վերջիններս գիտակցեն, թե ինչի են իրենք ընդունակ։ Քանի որ կանայք ավելի շատ են գիտակցում այն կարիքները, որ կան մեր օրերում, նրանք միտումնավոր սկսում են կրթվել եւ զարգացնել իրենց տաղանդները,
որպեսզի կարողանան արձագանքել աշխարհի խնդիրներին։ Այդ կանայք խորաթափանց լինելով եւ պատշաճ հիմնավորումներ ունենալով բավականին խելամիտ ձևով համապատասխան հարցեր են առաջադրում։ Նրանք իրենց գիտելիքների որակը բարելավելով կարողացել են աճել ու դառնալ այն, ինչ իրականում կան։ Այս կանայք տաղանդավոր, շնորհալի եւ անվախ են, սակայն պատվաշատ, շփվող են, սակայն զուսպ, այժմյան են, սակայն հեռուներ հասնող, սրտացավ են, սակայն մոլեգին, մաքուր են, սակայն ոչ միամիտ, հեզ ու պարզ են, սակայն բարձրակարգ ռազմագետ են։ Եթե մեր պլաններն ու ծրագրերը չեն ազդում երկրի եւ նրա բնակիչների վրա, ապա դրանք միայն տեսություն են։ Այդ ծրագրերը պետք է կյանքի կոչվեն։ Դրանք կգործեն միայն այն դեպքում, եթե մենք ամբողջությամբ տրվենք դրանց։ Մեր աշխարհը տարբեր ուժերի ազդեցություն է կրել։ Դարեր շարունակ մեր երկիրը ենթարկվել է բնության ուժերի, ինչպիսիք են մրրիկները, ցունամիները եւ մուսոնները։ Երկրագնդի կեղևը ճեղքվել է, եւ երկրաշարժերից ցնցվել են նրա հիմքերը։ Զինված ուժերն իրար դեմ են դուրս եկել, թե ազնիվ, թե անազնիվ շարժառիթներով ու նպատակներով։ Զորքերի կոալիցիաները հանդիպել են մարտադաշտերում եւ իրենց ետևից ավերածություններ թողել։ Բայց այդ ինչ ուժ է, որն իր զորությամբ հայտնվելու է ոչ վախեցնելու, ոչ սպառնալու, ոչ էլ կործանելու համար։ Այս ուժի անդամները կունենան ռազմավարական յուրահատուկ դերեր։ Ոմանք տեսանելի, ոմանք անտեսանելի, բայց բոլորն էլ արժեքավոր։ Ինչ կլինի, եթե այս ուժը միաժամանակ անձնուրաց լինի իր շարժառիթների եւ պարզունակ իր նպատակների մեջ։ Ինչպիսին կլինի այն։ Ալեքսանդր Մակեդոնացին ասել է. «Ես չեմ վախենում առյուծների բանակից, որոնց առաջնորդում է ոչխարը։ Ես վախենում եմ ոչխարների բանակից, որոնց առաջնորդում է առյուծը»։ Ինչ զարմանահրաշ պատկեր է նկարագրված մեր մասին։ Մենք ոչխարների բանակ ենք, որոնց առաջնորդում է առյուծը, եւ քանի որ հետևում ենք առյուծին, ապա չպետք է պատերազմենք վախկոտ ոչխարների պես։ Հետևորդ լինելու հարցում մենք հեզ ենք, իսկ կռվելու հարցում վայրագ։ Եթե ուսումնասիրենք մարդկային ուժերի բնականոն ընթացքը եւ պատմությունը, ապա ականատես կլինենք մի օրինակի։ Սկզբում իշխանության ձեռքբերում, ապա ուժի քայքայում, այնուհետև իշխանության կորուստ, իսկ վերջում ներսից փլուզում։ Իսկ ինչ, եթե գոյություն ունի մեկ այլ օրինակ, եւ եթե կա չձևավորված ու դեռևս չարտահայտված մի ուժ։ Ես այս գիրքը տպում եմ շատ ավելի մեծ տառաչափով, քան պիտի տպագրվի, որովհետև ինձ համար հետզհետե ավելի է դժվարանում մոտիկից փոքր տառերը տեսնելը, մինչդեռ ես կարողանում եմ շատ ավելի լավ տեսնել մեծ բաները մեծ հեռավորության վրա։ Հեռվում ես տեսնում եմ երկու հակասող պատկերներ, մեծ դժվարություն եւ հսկայական հաղթանակ։ Մոտիկ եւ հեռու ափերում տեսնում եմ խորը ընկճվածություն, սակայն տեսնում եմ նաեւ փառավոր վերելք։ Ես տեսնում եմ, թե ինչպես է համընդհանուր չարությունն ու անարդարությունը բացահայտվում եւ պարտության մատնվում տարբեր կողմերից, հանդիպելով Աստծո անխուսափելի լույսին եւ անժխտելի արդարությանը։ Ես տեսնում եմ, թե ինչպես են Աստծո դուստրերը էգ առյուծի պես ձգվում, պատրաստվելով ցատկի։ Ես այս ամենը տեսնում եմ ապագայում եւ համոզված եմ, որ այն, ինչ ասացի, քեզ չի զարմացնում։ Ինչպես դու, այնպես էլ ես այս ամենը տեսնում եմ ոչ թե այն պատճառով, որ թերթեր եմ կարդում, այլ որ կարողանում եմ տեսնել հոգու մեջ։ Բայց ես ոչ միայն տեսնում եմ, այլ նաև լսում եմ։ Ես լսում եմ հեռվից ու մոտիկից եկող աղաղակներ եւ անհույս մարդկանց աղերսանքներ, որոնք գտնվում են խավարի բանտերում։ Ամեն օրը պայքար է հեղձուցիչ ճնշման դեմ, որը սպառնում է լռեցնել նրանց ձայները, իսկ հետո ձգտում է խլացնել նրանց երեխաների աղաղակները։ Այս հուսահատ մայրերի միակ հույսն այն է, որ իրենց երեխաների համար ինչ-որ բան ավելի լավ կլինի։ Մի երիտասարդ մարմնավաճառ աղաչում էր, որ մենք վերցնեինք իր 8-ամյա դստերը եւ հոգ տանեինք, որովհետեւ երեխան թաքնվում էր մահճակալի տակ, մինչեւ մայրը ծառայություն էր մատուցում իր այցելուներին։ Բարեբախտաբար Ջեյմս եւ Բեթի Ռոբինսոնների Life սոցիալական ծրագիրը փրկեց այդ փոքրիկ աղջկան, սակայն մայրը, ով վախեցած էր եւ հուսահատված, այդպես էլ մնաց հասարակած տանը։ Հողմաշունչ խոսքեր։
Լինում են ժամանակներ, երբ ապշում եմ նրանից, ինչ լսում եմ, իսկ գիտեք թե ինչու։ Ավելի հեշտ է տեսած կամ լսած չլինել, որովհետև շատերը երես են թեքում այդ անհանգստացնող ձայներից ու պատկերներից և իրենց ուշադրությունն ուղղում են տարբեր զվարճալի բաների վրա։ Հենց դա է պատճառը, որ զբոսաշրջությունը ծաղկում է սեռական թրաֆիքինգի հետ միասին։ Ես դիտում էի, թե ինչպես էին Թաիլանդ այցելած օտարերկրացիները ձևացնում, թե այն, ինչ իրենք տեսնում են, հավանաբար կազմակերպված երեկո է։ Մի ամերիկացի գործարար, ում հետ զրուցում էի, իրեն այնպես էր պահում, կարծես նրա անպարկեշտությունը բարձրացնում էր Թաիլանդի տնտեսությունը։ Ով որ լսելու ականջ ունի, թող լսի և հասկանա։ Մատթեոսի ավետարան 11:15։ Այս պարտականությունը չվերջացավ, երբ Հիսուսը, մարդու որդին, համբարձվեց և որպես Աստծո որդի գրավեց իր արդար դիրքը։ Հայտնության գրքում նա կրկին խոսում է այն մասին, որ մենք այնպիսի մարդկանց կարիք ունենք, ովքեր բավականաչափ համարձակ են լսելու համար։ Արդյոք արթուն են ձեր ականջները։ Լսեք հողմաշունչ խոսքերին, որ հոգին փչում է եկեղեցիների միջով։ Հայտնություն 2:7 ուղերձ թարգմանությունից։ Մենք պետք է պատասխանենք նրա հարցին. արդյոք մեր ականջներն արթուն են։ Ես կասեմ ավելին, արդյոք ցանկանում ենք, որ մեր ականջներն արթնանան։ Սիրելիներս, բոլորս գտնվում ենք մի իրավիճակում, որ ոչ միայն չենք լսում, այլ նաև ճիշտ չենք հասկանում։ Երբ դու արթնանաս, արմունկով քեզ թեթև հրի և հարցրու. դու լսեցի՞ր այդ ձայնը։ Ցավալի է, բայց մենք նման ենք քնկոտ հարսնացուի, ով շուռ ու մուռ է գալիս իր շքեղ անկողնում և իրեն ծածկում է բարձերով, որպեսզի խլացնի այն ձայնը, որ կարող է արթնացնել իրեն։ Որքան բարձր պետք է հնչի մեր ժամանակի տագնապի ազդանշանը, որպեսզի մենք վեր կենանք և լիովին արթնանանք։ Մեր խոցված աշխարհում ակնհայտ մի ճիչ է լսվում, որի կողքին մեկ այլ ձայն է մեզ կանչում, բայց այն չի ճչում։ Աշխարհի աղմուկի մեջ դա այն ձայնն է, որը լսելու համար պետք է լարես ուշադրությունդ։ Եվ դա հոգու մեղմ ձայնն է, որն ուժգնանում է, երբ արձագանքում ենք նրան։ Ինձ դուր է գալիս հողմաշունչ խոսքեր արտահայտությունը։ Աստված իր խոսքը հաստատել է քամիների վրա, իսկ Սուրբ Հոգին նմանեցվում է քամու կամ օդի հոսանքի, որոնք կյանք և զորություն են շշնջում և խոսքեր տարածում։ Մենք չենք կարող տեսնել քամին, բայց տեսնում ենք նրա ազդեցությունը։ Քամին քո կյանքում ինչ-որ բաներ բերելու և ինչ-որ բաներ տանելու զորություն ունի։ Նրա էներգիան պտտում և շարժման մեջ է դնում նավերին։ Քամու ուժը ալեկոծում է ծովերը և քայքայում լեռները։ Գոյություն ունեն հանդիպակաց քամիներ, որոնք պայքարում են առաջընթացի դեմ։ Կան նաև ուղեկցող քամիներ, որոնք արագացնում են մեր ճանապարհը։ Քամին անընդհատ շրջապատում է մեր աշխարհը, ճամփորդելով երբեմն արագ, երբեմն էլ դանդաղ։ Այն մի տեղից մյուսն է տանում Աստծո շշնջոցը։ Հաճախ մեզ շրջապատող արհեստական աղմուկը խլացնում է հոգու հողմաշունչ խոսքերն ուշադիր լսելու մեր ընդունակությունը։ Եվս մեկ խոչընդոտ կա լսելու ընդունակության համար։ Այն է, երբ քո լսածն արդեն ծանոթ է քեզ։ Երբ ինչ-որ բան կրկին ու կրկին լսում ենք, այդտեղ վտանգ կա, որ կարող ենք շեղվել և դադարել լսելուց։ Եթե գիտենք, թե ինչ պետք է ասի տվյալ մարդը, մենք այլ կերպ ենք լսում նրան։ Մի քանի տարի առաջ Աստվածաշունչ կարդալիս ինձ հայտնաբերեցի հենց այսպիսի իրավիճակում։ Ես այնքան ծանոթ էի Աստվածաշնչի որոշ թարգմանություններին, որ երբ կարդում էի, գիտեի, թե հաջորդ խոսքը որն էր։ Հավանաբար, քեզ հետ էլ է այդպես պատահել։ Եվ դա ստիպեց ինձ որոշ չափով կորցնել այն մանկական զարմանքը, որ ունեի Աստծո խոսքի հանդեպ։ Իմ անտարբերությանը հակազդելու նպատակով ես սկսեցի պրպտել Աստվածաշնչի թարգմանության ուղերձ տարբերակը։ Իսկ գիտեք թե ինչու։ Որովհետև ցանկանում էի զարմանալ, այդ պատճառով էլ այս գրքում շատ մեջբերումներ արել եմ հենց ուղերձ տարբերակից, որպեսզի դու էլ զարմանաս ու հիացմունք վերապրես։ Ես Աստվածաշունչը չեմ փոխարինում այլ արտահայտություններով, պարզապես ավելի հարմար ու հասկանալի լեզու եմ օգտագործում և լրացուցիչ հետազոտություն եմ ներկայացնում։ Սակայն դու կարող ես ազատ լինել ուսումնասիրելու քո նախընտրած աստվածաշնչյան տարբերակը։ Ես այդ ամենն արել եմ այն պատճառով, որ ինչպես դու, այնպես էլ ես իսկապես ցանկանում եմ լսել։
Երբ մեր ականջները բաց են, մենք չենք կարող չբարձրացնել մեր ձայնը։ Դու բերանդ բաց համրի համար և բոլոր անխնամների դատի համար։ Բաց բերանդ, դատիր արդարությամբ և տես աղքատի և տնանկի դատը։ Առակաց 31:8 և 9 խոսքեր, նոր կենդանի թարգմանությունից։ Այս հատվածում Սողոմոնի մայրը Բերսաբեն իր որդուն Սողոմոն թագավորին հանձնարարում է իր հզոր ձայնը բարձրացնել նրանց համար, ովքեր տանջվում են անարդարության լծի տակ։ Այս գլուխը վերաբերում է նաև առաքինի կնոջը։ Կարող ես կարդալ Առակաց 31:10-31 խոսքերը։ Սողոմոնի մոր պես արդյոք մենք կխրախուսենք մեր աշխարհի տղամարդկանց խոսելու նրանց համար, ում ձայները լռեցված են։ Մեր Աստծո առջև այսօր մենք թագավորներ և քահանաներ ենք, ուստի եթե նույնիսկ մյուսները լուռ մնան, մենք կխոսենք։ Որպես տատիկ ցանկանում եմ համոզված լինել, որ այն, ինչ մեր որդիներն ու դուստրերը կժառանգեն, իսկապես մեծ կլինի։ Համաշխարհային ուսումնասիրությունները որպես բացակայող օղակ ավելի ու ավելի են մատնացույց անում գենդերային հավասարությանը, համաշխարհային աղքատության և նույնիսկ ահաբեկչության ալիքը դադարեցնելու համար։ 2001 թվականին Համաշխարհային բանկը մի ազդեցիկ ուսումնասիրություն կատարեց գենդերային զարգացում, ձայնի, իրավունքների և ռեսուրսների հարցում գենդերային հավասարություն թեմայով, փաստելով, որ գենդերային հավասարության խթանումը վճռական է համաշխարհային աղքատության դեմ պայքարի գործում։ Զարգացող երկրներում աղջիկների կրթության մեջ ներդրում անելը կարող է ամենաբարձր փոխհատուցվող ներդրումը լինել, գրել է Լորեն Սամերսը, որը այդ ժամանակվա Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետն էր։ Հարցն այն չէ, թե արդյոք պետություններն ի վիճակի են կատարել այս ներդրումը։ Հարցն այն է, թե արդյոք նրանք կարող են իրենց թույլ տալ չկրթել ավելի շատ աղջիկների։ Միացյալ Ազգերի զարգացման ծրագիրը նույնպես ուսումնասիրություն է անցկացրել, անելով հետևյալ եզրակացությունը. կանանց զարգացումը օգնում է բարձրացնել տնտեսական արդյունավետությունը։ Մեր ժամանակների ահաբեկչությունը անվտանգության մասնագետներին նույնպես դրդել է գենդերային ուսումնասիրություն անցկացնել, և ահա թե ինչ են նրանք հայտնաբերել։ Այդքան շատ մահմեդական ահաբեկիչների առկայությունը քիչ կապ ունի Ղուրանի հետ, այն ավելի շատ կապված է մահմեդական շատ երկրներում տնտեսության և հասարակական կյանքի մեջ առողջ կանանց մասնակցության բացակայության հետ։ Աղջիկներին կրթելն ու զարգացնելը, ըստ ռազմական բնագավառի մասնագետների, կթուլացնի ահաբեկիչներին։ Մեծ ծախսեր և ջանքեր են հատկացվել այդ վճռական, խորաթափանց և ընդարձակ ուսումնասիրությունների համար։ Ես միշտ սարսափում եմ, երբ մեր մարդկային իմաստությունը մատնացույց է անում այն, ինչ Աստված արդեն ասել է։ Շատ վաղուց, երբ չկար համաշխարհային խնդիր, կար համաշխարհային պատասխան, որ կոչվում է կին։ Լավ չէ, որ մարդը մենակ լինի։ Նրա նման մի օգնական շինեմ իրեն հարմար։ Ծննդոց 2:18։ Իսկապես լավ չէր, որ մարդը մենակ էր։ Եվ հիմա, ինչպես այն ժամանակ էր, կանանց հավասար իրավունքներ և հնարավորություններ տալը բազմապատիկ բարություն է բերում տղամարդկանց, կանանց, երեխաներին և այն աշխարհին, որը պատկանում է բոլորիս։ Մեկուսացած կյանքը առաջարկում է այն, ինչը, այսպես ասած, լավ չէ։ Մարդկային արարածները ստեղծվել են մեկը մյուսի հետ փոխհարաբերություն հաստատելու համար։ Չնայած դրան, պարզվում է, որ միայն արական սեռի ներկայացուցիչներից կազմված խոշոր միությունները կարող են պոտենցիալ աղետի վտանգ հանդիսանալ։ Ծննդոց գրքի տեղեկություններից և մեր ներկա հետազոտություններից կարող ենք եզրակացնել, որ այն մշակույթներում, որտեղ գերիշխում են տղամարդիկ, շատ հարցերում անհավասարակշռություններ կան։ Դու չես ստեղծվել ստրուկ լինելու համար։ Դու ժառանգակից ես։ Կանայք Աստծո պատասխանն են։ Կանանց ձայների ավելացումն ընդլայնում է երեխաների կրթական հնարավորությունները, խթանում է տնտեսությունը և ակնհայտորեն նվազեցնում ահաբեկչության վտանգը։ Բայց ինչպիսի՞ն է այդ պատասխանը։ Երբ հայտնաբերեցի, որ Աստված կնոջը կանացի է ստեղծել, հասկացա, որ ես չեմ ուշացել։ Որպես դուստր, կին և մայր ես պատասխան եմ։ Իսկ եթե ես պատասխան եմ, ապա տրամաբանական է, որ այն քույրերը, ովքեր շրջապատում են ինձ, նույնպես պատասխան են։ Աստծո աչքերին մենք երկրորդական քաղաքացիներ չենք։ Սիրելիս, դու ունես ներուժ՝ լինելու կենդանի լուծում մարդկային խնդիրներին։
Երբ ճանապարհորդելիս ես հռչակում եմ այս պարզ ճշմարտությունը երիտասարդ ու տարեց կանանց կյանքերում, ինձ համար դժվար է լինում բացատրել նրանց արձագանքը։ Կանայք սրտի թրթիռով ոչ միայն լսում են, այլև բարձրաձայն կրկնում են ու հավատում ասածներիս. ես պատասխան եմ։ Այդ պահին նրանք կարծես ձգվում են և հայտնություն ստանում։ Նրանք վերակողմնորոշվում են, և նրանց աչքերը բացվում են տեսնելու համար իրենց կանացիությունն այնպես, ինչպես Աստված է միշտ տեսել։ Կինը այն արարածն է, ով լրացնում է, բայց այս գիտակցումը դեռ սկիզբն է։ Կանայք կարող են ոչ միայն խթանել տնտեսությունը, այլև անել ավելին։ Լուծումներ տալու մեր կարողության շնորհիվ նոր հարցեր կծագեն։ Մենք հաստատում ենք նոր օրենքներ, որտեղ կանայք հավասար դիրք են գրավում տղամարդկանց հետ, և հավաքվում ենք ձևավորելու մի աշխարհ, որտեղ կանանց և երեխաներին ոչ թե շահագործում, այլ գրկաբաց ընդունում են։ Ահա որոշ բաներ, ինչ ես գիտեմ երկնքի դստեր մասին։ Նա հաճելի է, խոհեմ և ընդունակ։ Կյանքում ավելի շուտ շփվող է, քան մեկուսացած։ Սիրված է Աստծո կողմից և ատելի սատանայի կողմից։ Աշխարհով մեկ ճնշված է թե աննկատ և թե ակնհայտ միջոցներով։ Իսկ հարցն այն է, թե ինչպիսին նա կլիներ, եթե համընդհանուր աջակցություն և ռազմավարություն ունենար։ Արթնացրու այն անդիմադրելի ուժը, որ թաքնված է քո ներսում։ Ես արտոնություն եմ ունեցել ճանապարհորդել Հարավային Ասիայով և Հնդկաստանով, որպես Life սոցիալական ծրագրի գործընկեր, հույս ունենալով գրառել պատմություններ, որոնք բավականաչափ ազդեցիկ կլինեն ուրիշներից արձագանքներ ստանալու համար։ Կամբոջայում, Թայլանդում և Մումբայում ականատես եմ եղել աղքատության պատուհասին և սեռական թրաֆիքինգի անարգանքին։ Սակայն տեսել եմ նաև հույս և վերականգնման խոստում, երբ մարդիկ մեծահոգաբար արձագանքել են այս խնդրին, և կազմակերպությունները միասին գործի են անցել փոխելու այդ իրավիճակը։ Մենք տեսնում ենք, որ ամենուրեք համագործակցության և արձագանքի խիստ կարիք կա։ Մի անգամ ընկերոջս հետ նախաճաշում էի Ուկրաինայի սրճարաններից մեկում, երբ սրահ մտավ մի գեղեցիկ երիտասարդ կին։ Սա այդ երկրի համար անսովոր չէ, քանի որ այն հայտնի է իր գեղեցիկ կանանցով, սակայն այս կնոջն ուղեկցում էր մի մարդ, ով 60 տարեկանի տեսք ուներ։ Կինը հագել էր բարձրակրուն կոշիկներ և տաք տաբատ։ Նա 18 տարեկանից ավելի չէր երևում։ Նրանք զբաղեցրել էին մեր կողքի սեղանը, և ես հետևում էի, թե ինչպես էր տարեց մարդը կուլ տալիս իր ուտելիքը, մինչև որ աղջիկն ըմպում էր սև սուրճը և բութ հայացքով պատուհանից դուրս նայում։ Վաճառասեղանի ետևում կանգնած երիտասարդ տղամարդիկ շշնջում, քմծիծաղ էին տալիս և մատնացույց էին անում նրան։ Շատ չանցած մեկ այլ երիտասարդ աղջիկ, որ 2 անգամ ավելի մեծ էր նրանից, միացավ նրանց սեղանին։ Ես ուզում էի աղաղակել։ Աղջիկն այնպիսի միայնակ և կորած տեսք ուներ։ Ակնհայտ էր, որ նա, այսպես ասած, բարձր գին ունեցող մարմնավաճառ էր։ Սակայն մենք տեսանք ընդամենը այն, որ նա սիրո ծարավ ունեցող մի աղջիկ էր, ով խաղարկվում էր 2 անառակ գործարարների միջև, որոնք խժռում էին նրա կյանքը։ Ես խոսել եմ մեր քույրերից մի քանիսի հետ, ովքեր թրաֆիքինգի զոհ են դարձել։ Այո, նրանք մեր քույրերն են, և իրենք իրենց ընտրությամբ չեն դարձել մարմնավաճառ։ Նրանք պարզապես այն զոհերն են, ովքեր բարեբախտաբար կենդանի են մնացել։ Մի խոնավոր, երբ Հնդկաստանում էի, երիտասարդ ու տարեց կանանցից լսեցի սրտաճմլիկ պատմություններ։ Life սոցիալական ծրագիրն այդ կանանց հավաքել էր մի փոքրիկ բնակարանում։ Նրանցից յուրաքանչյուրն ուրույն կերպով պատմում էր իր պատմությունը, ոմանք արցունքներն աչքերին, ոմանք էլ առանց որևէ ակնհայտ հույզերի։ Ես համոզված եմ, որ նրանք զարմանում էին, թե ինչու էի ցանկանում լսել նրանց պատմությունները։ Արդյոք ես կարեկցում էի նրանց, իսկ միգուցե դատում էի։ Միթե ես կարող էի ընդհանրապես հասկանալ նրանց և կարող էի որևէ պատասխան ունենալ նրանց համար։ Այդ խիզախ կանանցից մեկը, ում կանվանեմ Սամա, պատմում էր, որ ինքն ապրում էր Նեպալի հեռավոր գյուղերից մեկում։ Երբ նա փոքր էր, բազմաթիվ երազանքներ ուներ, սակայն մայրը նրան շարունակ հուսախաբ էր անում։ Մի օր նրա քեռին թաքուն ականջ է դնում նրանց վիճաբանությանը և Սամային մի կողմ քաշելով առաջարկում է իր հետ տանել Մումբայ, որտեղ նա հնարավորություն կունենա կրթություն ստանալ և իրականացնել իր երազանքները։ Խոստումն անդիմադրելի էր։
Նախքան արշալույսը Սաման քերու հետ գաղտնի հեռանում է իրենց փոքրիկ գյուղից։ Նեպալից դեպի Հնդկաստան նա երկար ու վտանգավոր ճանապարհ է անցնում, եւ ժամանելով Մումբայ քերին աղջկան տեղավորում է մի խղճուկ հյուրանոցային սենյակում, որպեսզի հանգստանա։ Աղջիկը քնում է, եւ մինչև նրա արթնանալը քերին վաճառում է նրան։ Սաման արթնանում է եւ շփոթված նայում իրեն շրջապատած օտարականներին։ Ժամանակն էր, որ նա աշխատեր այն գումարը, որ նրա քերուն վճարել էին։ Օտարականները Սամային տանում են տեղի հասարակած տունը եւ փակում մի մութ սենյակում։ Աղջիկը նույնիսկ գաղափար չուներ, թե ինչ էր տեղի ունենալու։ Նա նույնիսկ այնտեղի լեզուն չէր հասկանում։ Եվ ահա դուռը բացվում է, եւ ներս է մտնում հաճախորդը, որին Սաման պետք է ծառայեր։ Երբ Սաման սկսում է դիմադրել, 4 կին պահում են աղջկան, մինչև տղամարդը բռնաբարում է նրան։ Այդ ժամանակ Սաման 13 տարեկան էր։ Նա սովորում է այնտեղի լեզուն եւ հատուցում է իր պարտքը ժամանակի ընթացքում դառնալով ճարպիկ գործարար կին։ Չունենալով ուրիշ հեռանկարներ եւ գնալու որևէ տեղ, նա մեծանում է հասարակած տան միջավայրում, դառնալով հասարակած տան տիրուհի։ Նա ինքն է սկսում գնել եւ վաճառել երիտասարդ աղջիկների, եւ նրա հրամանով հպատակեցնում էին թրաֆիքինգի ենթարկված երիտասարդներին։ Սաման վերահսկում էր բռնաբարության նախաձեռնումը եւ հրամայում էր հպատակներին ծեծել այնքան, մինչև որ նրանք հնազանդվեին։ Երբ ես հանդիպեցի Սամային, դժվար էր հավատալ, որ այն ամենը, ինչ նա պատմում էր, ճշմարիտ է։ Նա այլևս տիրուհի չէր, նա միջին տարիքի մի զուսպ կին էր։ Ինչ որ մեկը պատմել էր նրան Աստծո սիրո մասին, եւ նա դարձել էր քրիստոնյա։ Նրան նաև հնարավորություն էր տրվել դուրս գալ այնտեղից։ Սաման խիզախություն էր ունեցել հասարակած տներից հեռանալու։ Այժմ նա անդադար աշխատում էր փրկելու հենց այն աղջիկներին, որոնց ինքը մի ժամանակ ճնշել էր։ Երբ միասին զրուցում էինք, ես փորձում էի հասկանալ, թե ինչպես էր Սաման դարձել տիրուհի։ Միթե նա մոռացել էր, թե ինչ ահաբեկված վիճակում էր հայտնվել, երբ 13 տարեկանում բռնաբարել էին իրեն։ Ես նրան հարցրի. Սամա, ինչպես էիր կարողանում նայել երիտասարդ աղջիկներին, որոնց առևանգում, բռնաբարում եւ ծեծում էին։ Նա հոգոց հանեց եւ գլուխը շարժելով ասաց. մենք անում էինք այն, ինչ ստիպված էինք անել, որպեսզի գոյատևեինք։ Շատերի առջև դրված է գոյատևման խնդիրը։ Ես մագլցել եմ, այսպես ասած, մերժվածության սարը եւ քայլել կեղտոտ փողոցներով, որտեղ տներն այնքան խարխուլ եւ ժամանակավոր են, որ զարմանալի չէ, որ նրանցում ապաստան գտածները անհույս վիճակում են։ Ես ծպտված սողոսկել եմ հասարակած տները եւ տեսել եմ արևմուտքի աննպատակ կյանքով ապրող կանանց ընկճվածությունը։ Հետևել եմ, թե ինչպես են նրանց միջոցները վատնվում, որովհետև մենք մոռացել ենք, թե ով ենք։ Ես անմիջականորեն ականատես եմ եղել այդ խնդիրներին եւ իմ մեծագույն հույսն է, որ տեսնեմ նաեւ դրանց պատասխանները։ Ահա մի խթանող հանձնարարական երկնքի կեսը գրքի վերջաբանից, որը ներշնչող եւ միաժամանակ մարտահրավեր նետող է։ Պատմության ընթացքը կանանց բեռնակիր կենթանուց եւ սեռական խաղալիքից վերածում է հասուն մարդկային արարածների։ Կանանց զարգացնելու տնտեսական առավելություններն այնքան մեծ են, որ երկրներին համոզում են շարժվել այդ ուղղությամբ։ Շուտով սեռական ստրկությունը, պատվի համար սպանությունները եւ թթվածնային քայքայումը այնքան անըմբռնելի կլինեն, որքան ոտքերը կապելը։ Սակայն որքան կտևի այդ փոխակերպումը եւ մինչեւ դրա ավարտը որքան աղջիկներ կառևանգվեն ու կբերվեն հասարակած տներ, եւ արդյոք մեզնից յուրաքանչյուրը կդառնա այդ պատմական շարժման մասնիկը, թե պարզապես կողմնակի դիտորդ կլինի։ Սա այն հարցն է, որ դրված է յուրաքանչյուրիս առջև։ Ես գրում եմ սա, որպեսզի դու ողողվես այս հայտնությամբ։ Իմ անկեղծ աղոթքն է, որ այս խոսքերը քո ներսում ինչ-որ հուժկու բան արթնացնեն։ Ես հույս ունեմ, որ դու վեր կկենաս կին առյուծի ուժով եւ Աստծո հրաշքը կտանես ամեն տեղ, ուր որ գնաս։ Հետո միասին կդառնանք այն ուժը, որ աշխարհը երբևէ չի տեսել։ Շարունակեք լսել այս աուդիոգիրքը, իմ առյուծ քույրեր, եւ արթնացեք։